Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ուղերձ է հղել, որում ասված է. Սևան համայնքի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, 2026 թվականի ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որը միաժամանակ խնկարկումի, միասնականության, պահանջատիրության օր է։ Հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ամենասարսափելի ոճրագործությունը խլեց 1.5 միլիոն հայի կյանք, հային դարձրեց տնավեր ու պանդուխտ, խլեց մեր ժողովրդի երազանքներն ու նպատակները, սակայն չկարողացավ խլել հավատը, հայ ժողովրդի ինքնությունը։ Հայ ժողովուրդն անցել է դժվարին ու փորձություններով լի ճանապարհ, սակայն ուժ է գտել ապրելու, պայքարելու։ Դժոխքից մահապուրծ փրկվածները սփռվել են աշխարհով մեկ, պահպանել իրենց ինքնությունը, զավակներ ունեցել, իրենց հավատով ապրեցրել հային։ Գլուխ խոնարելով ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առաջ, ծաղիկներ խոնարելով սրբադասված նահատակների հուշակոթողներին ու հուշախաչ քարերին, կրկին վերահաստատում ենք մեր հանձնառությունը, վառ պահել հիշողությունը, լինել պահանջատեր ու այդ ճանապարհին կարևորել միասնականության գաղափարը։ 111 տարի անց էլ չի փոխվում մեր օրակարգը, ձեռքը դրած աշխարհի խղճի զարկերակին թույլ չտալ նոր ցեղասպանությունների, անդադար հիշեցնել մարդկության դեմ գործած ոճրագործության մասին։ Աշխարհի առաջադեմ մարդկությունը եւ համայն հայությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, որը նաեւ ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման եւս մեկ ազդեցիկ հնարավորություն է։ 111 տարի անց էլ մեր չմարող հիշողությունը մեզ հետ է, եւ այդ հիշողությունը պահանջում է ապրիլի 24-ի խորհուրդը պետք է դառնա զգոնության կոչ, համախմբելով բոլորիս համազգային արժեքների եւ ինքնության շուրջ։ Հայ ժողովուրդը երախտապարտ է այն պետություններին, միջազգային կազմակերպություններին, որոնք ճանաչել եւ դատապարտել են հայոց ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ գործած ամենազազրելի ոճրագործություն, եւ այսօր էլ շարունակում են այդ գործընթացը, չնահանջելով իրենց ընտրած ճանապարհից։ Օրը կրկին միավորել եւ բռունցքել է հայ ժողովրդին եւ առաջադեմ մարդկությանը, որոնք իրենց խոնարհումն ու խնկարկումն են բերում 1915 թվականի սրբադասված զոհերի հիշատակին։ Ապրիլի 24-ի խորհուրդն է դառնալ առավել միասնական եւ համախմբված, շարունակել ճշմարտության եւ արդարության վերականգնման ուղին, կառուցել եւ հզորացնել մեր երկիրը, հանուն մեր նահատակների ու բոլոր ժամանակներում հերոսացած զավակների, ստեղծել արժանապատիվ ու արժանավայել ապագա, պաշտպանել մեր ինքնությունն ու իրավունքները, վերահաստատելով մեր ձգտումները, խաղաղ ու անվտանգ հայրենիք ունենալու արդարացի պահանջը, հայրենիք պետություն կերտելու ազգային նպատակին հավատարիմ, խաղաղությունը դարձնել կենսակերպ, ամենօրյա աշխատանք ու հայ ժողովրդի հարատեվության երաշխավոր։ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյան։